Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում անսովոր մութ է։ Այս անգամ ներկայացվում է ոչ թե ժամանակակից ստեղծագործողի, այլ հայ դասականի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 300 կտավ լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։ Նախաձեռնությունը Anima Exhibitions ընկերությանն է, միության հետ գործակցում են արդեն երկրորդ անգամ։ Մեզ համար շատ հետաքրքիր է այսպիսի նորարար տեխնոլոգիաներով իրականացվող նախագծերը, սա երկրորդն է, որը նվիրված է մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկուն եւ շատ ուսուցողական, ուրեմն վիդեո նախագիծ է, քանի որ բացի շարժում պատկերներից նաեւ մեր հանդիսատեսը կարողանում է ծանոթանալ, նաեւ վերհիշել Հովհաննես Այվազովսկու կյանքը, նրա ստեղծագործական ուղին եւ կարծում եմ այցելուները մեծ բավականություն կստանան։ Ընկերության հետ առաջին գործակցությամբ մուլտիմեդիա ձևաչափով ցուցադրվել էին Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի կտավները։ Այս ցուցահանդեսն ունեցել էր 25000 այցելու։ Այս մեկը 43 րոպե տևողությամբ է։ Տեսաանիմացիոն ցուցադրությունը ներկայացնում է Այվազովսկու կյանքն ու գործունեությունը։ Հովհաննես Այվազովսկի լավագույն նկարներ եւ ճանաչված աշխարհահռչակ Լուվրում ներկայացված նկարի մասին, գրեթե իր ողջ կյանքի մասին, ինչքան հնարավոր է այդտեղ ներկայացվում է։ Երիտասարդ նկարիչը օգտակար նախագծի վրա աշխատել ենք գրեթե 4 ամիս։ Մեր մեծ հաջողություններից մեկը նաեւ որ արվեստին մոտ եւ ոչ այդքան մոտ մարդիկ են գալիս եւ ինչ որ բաներ սովորած, վերցրած գնում են, դա մեր լավագույն գնահատականն է։ Եվս մի անգամ շփվում ենք մեծագույն արվեստի հետ, դե տանում են արդեն կյանքը ոնց որ ստեղծում։ Պատկերասրահում ունենք, չէ՞, ագին գործեր Այվազովսկու։ Ստեղ դե մոտեցումը ուրիշ է, շատ հետաքրքիր։ Սուրեն Սաֆարյանը խոստանում է, շուտով նկարիչների միությունում կցուցադրվեն նաև այլ հայտնի արվեստագետների գլուխգործոցների մուլտիմեդիա տարբերակները, իսկ ճամփորդություն Այվազովսկու արվեստում խորագրով շարժական կտավների ընտրանոց ցուցադրությունը բաց է մինչև ապրիլի 2-ը։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։